Հունվարը արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հիվանդության զարգացման պատճառների, բուժման եղանակների մասին կզրուցենք Վանարջյանի անվան ուսուցկաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ, մանկաբարձ գինեկոլոգ Արթուր Բոյաջյանի հետ։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Ինչն է հանդիսանում արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման պատճառ։ Շնորհակալություն նախարարների համար։ Նախ ասեմ, ինչպես ասեցիք, հունվար ամիսը ամբողջ աշխարհում համարվում է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս, որի նպատակն է մեր ազգաբնակչությանը, հատկապես կանանց, տեղեկացնել, թե ինչ է ինձ ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղը, որոնք են ախտանիշները, ոնց ախտորոշել, ոնց բուժել, ոնց հետևել, եւ պետք է տեղեկացնել նաեւ արգանդի պարանոցի առողջության կարեւորության մասին։ Եվ պետք է նաեւ տեղյակ լինեն, որ մեր երկրում նաեւ կա սկրինինգային հետազոտման մեթոդներ, որոնք պետք է բարդատիր ընդգրկվեն։ Նախ ասեմ, որ արգանդի պարանոցի քաղցկեղը դա այն հիվանդությունն է, երբ սկսում է արգանդի պարանոցում զարգանալ, աճել կամ տարածվել ոչ նորմալ բջիջներ։ Եվ այդ զարգացման ընթացքում կանայք սկսում են կանգատվել ացիկլիկ արգանդային առնահոսությունից, այսինքն դաշտանից դուրս արուն են տեսնում։ Լինում են նաև սեռական հարաբերության ժամանակ քսվող բնույթի կամ արատ բնույթի արունային արտադրություն, լինում է նաև դեղնավուն տհաճ արտադրություն, լինում են մի մասը բողոքում են որովայնի ստորին հատվածի ցավերից, մի մասը կոթկային շրջանի ցավերից, իսկ երբ հիվանդությունը արդեն ավելի է զարգանում, այսինքն սկսում է ուռուցքը աճել հարևան օրգանների վրա։ Մեր հարևան օրգաններն էլ միզաբարկն է եւ ուղիղ աղիքը։ Արդեն գումարվում են նոր գանգատներ։ Սկսում են արունամիզությունը, միզագաբությունը, դժվարամիզությունը եւ ուղիղ աղիքային արդեն արունահոսությունները եւ դեֆեկացիայի խանգարումները։ Ասեմ, որ հիմնական հիվանդանում են կանանց 35-ից մինչև 50-55 տարեկան կանայք։ Սակայն 20% դեպքերում 65-ից բարձր տարիք ունեցող կանայք են նույնպես հիվանդանում եւ ավելի հազվադեպ 20 տարեկից ցածր։ Համաշխարհային առողջապահության գազམ་արգելության տվյալների հիման վրա տարեկան գրանցում են մոտ 600,000 նոր դեպք, որից ցավոք սրտի 300,000 ունենում են մահացու ելք։ Հիմնական 90%-ը դա ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում է, իսկ 10%-ը զարգացած երկրներում։ Մեր Հայաստանի տվյալներով մենք տարեկան մի փոքր նվազում ունենք, բայց իհարկե գոհացուցիչ չեն տվյալները, ունենում ենք 250 նոր դեպք, այսինքն 100,000 բնակչի հաշվով մենք ունենում ենք 16 նոր դեպք։ Իսկ տարիքային առումով մեզ մոտ։ Տարիքային առումով մեր մոտ նույնպես 35-ից մինչև 50 տարեկանի սահմաններում է հիմնականում։ Հիմա խոսենք, որոնք են հիվանդության, ինչպես ասեցիք, առաջացման պատճառները։ Հիվանդության նախ պետք է ասեմ, որ արգանդի պարանոցի քաղցկեղը դա եզակի ուռուցքներից է պատկանում, որ կարելի է կանխարգելել եւ բաղ ախտորոշել։ Առաջացման պատճառների մեջ 90% հիմնական դա մարդու պապիլոմավիրուսն է։ Մենք գիտենք, որ պապիլոմավիրուսը ունի բազմաթիվ շտամներ, 100-ից ավելի շտամներ ունեն։ Մի մասը օնկոգեն հատկություն ունեն, մի մասը ոչ օնկոգեն։ Օնկոգեն այսինքն, որ իրանք հագում ունեն առաջացնելու չարորակ ուռուցք, քաղցկեղ մի խոսք։ Ոչ օնկոգենը չի առաջացնում քաղցկեղ։ Եվ մենք ուշադրություն պետք է դարձնենք ամենաագրեսիվ, ամենաչար շտամները, դրանք 16 եւ 18-ն են։ Կանավ 31-ը, 33-ը, 35-ը եւ այլն։ Եվ առաջացման պատճառների մեջ նաեւ մտնում է վաղ սեռական կյանքով ապրելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը, վաղ մենարխեն, ուշ դաշնանատատարը, շաքարային դիաբետը, ծխելը, ժառանգականությունը եւ այլն։ Իսկ հղիության արհեստական ընդհատումները պատճառ դառնում են։ Որոշ չափով կարող է նպաստել զուտ մեխանիկական վնասվածքների հետևանքով եւ իհարկե բերելով քրոնիկ բորբոքումների չբուժվել հետևանքով եւս կարող նպաստեն։ Դուք նշեցիք պապիլոմավիրուսը, բայց մի շարք վիրուսներ եւս արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման պատճառ են, չի հանդիսանում, օրինակ այնտեղ քլամիդիան եւ միավձիան եւ այլն։ Այո, միավն էլ իհարկե նպաստում են, որովհետեւ այնտեղ առաջանում են այնպիսի միկրոֆլորա, որ բորբոքումները հիմնական քրոնիկ երկարատև չբուժվող բորբոքումները բերելու են տվյալ հիվանդությանը։
Իսկ հերպեսը Հերպեսը նույնպես վիրուսային է, հերպեսը ուրիշ երևույթներով արտահայտվում, ոչ քասկեղային։ պապիլոմավիրուսի առաջացման հիմնական մեղավորները ովքեր ինչպես է այն հայտնում։ Հիմնական պապիլոմավիրուսը անցնում է այսինքն մի խոսքով սեռական ճանապարհով է անցնում հիմնականը, ուրիշ ձև հնարավոր չի վարակվել պապիլոմավիրուսի ձևով։ Եվ այն կանխելու համար ինչ պետք է անեն կանայք։ Կանխելու համար, քանի որ մենք իմացանք, որ հիմնական պատճառը դա մարդու պապիլոմավիրուսն է, ուրեմն տվյալ քասկեղային հիվանդությունը մենք ծագումը վիրուսային է։ Եթե մենք ունենք վիրուսային ծագում, լավագույն ուրեմն կանխարգելումը դա պատվաստվելն է։ Նախ բավական մեծ ծրագրեր էլ համաշխարհային առողջապահության կազմակերպությունը կազմակերպել էր մի քանի տարի առաջ, որը պետք է գործեր մինչև 2030 թիվը։ Կազմված է 3 կետից եւ հիմնական նպատակն է, որ եթե մենք ասում ենք 100,000 բնակչի հաշվով ունենք 16 նոր դեպք, պետք է մենք նվազեցնենք 4 եւ ավելի պակաս։ Կազմված է 3 կետից։ Առաջի կետը, որ մինչև 15 տարեկան աղջիկների 90%-ը պարտադիր պետք է պատվաստված լինեն։ Առաջի կետը այս։ Երկրորդը այն կանայք, հատկապես որ 30-ից 60-65 տարեկանի ընթացքում են բոլորը պետք է ընդգրկված լինեն, գոնե 70% ընդգրկված լինեն սթրինինգային հետազոտման ծրագրերին։ Եվ կանանց 90%-ը, ովքեր որ ունեն որևիցե արգանդի պարոնոցի պաթոլոգիա, օրինակ համար բորբոքումներ եւ այլն, դիսպլազիա, լեյկոպլակիա, բոլորն էլ ենթարկվեն համապատասխան մասնագիտացված բուժկենտրոններում բուժման։ Հիմա մեր երկրում էլ բավական այս տարի շատ լավ, կարելի ասել, լավ սթրինինգային ծրագիր են կազմել, կարելի ասել աշխարհի լավագույն ծրագիրն է լինելու, որտեղ որ կանայք 30-ից 60 տարեկան կանայք պետք է ընդգրկվեն ծրագրի մեջ եւ պետք է պարտադիր բոլորը հանձնեն մարդու պապիլոմավիրուսի տեստը։ Չեն ընդգրկվելու այն կանայք, ովքեր որ նախկինում վիրատված են, արդեն արգանդի մարմին պարոնոց չունեն, չեն ընդգրկվել որ այն կանայք, ովքեր որ արդեն ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ եւ չեն ընդգրկվելու այն աղջիկները կամ այն անձիկ, ովքեր որ առայժմ սեռական կյանքով չեն ապրել։ Ասենք թե հիմի ասենց 30-ից 60 տարեկան կինը դիմեց, պարտադիր պետք է հանձնի մարդու պապիլոմավիրուսի տեստը։ Եթե տեստը դվեց բացասական, այսինքն տվյալ անձը վիրուսագիր չէ, այս դեպքում հաջորդ հետազոտությունը կատարվելու է 5 տարի հետո։ Իսկ եթե դվեց որ վիրուսագիր է տվյալ անձը, պարտադիր պետք է ուղղագրվի բժշկի եւ կատարվի կոլպոսկոպիա։ Կոլպոսկոպիայի միջոցով բժիշկը նայելու է արգանդի պարանոցի վրա, որտեղ որ անհանգիստ հատվածներ կան, պետք է վերցնի նմուշ, հյուսված կամ բիոպսիա վերցնի եւ պարտադիր ուղղորդվի հյուսվածաբանական հետազոտության։ Եթե հյուսվածաբանական հետազոտության արդյունքը տվեց բացասական, այսինքն ոչ մի պաթոլոգիա չի հայտնաբերվել, այս դեպքում հաջորդ տարի պետք է կինը հանձնի ՊՇՌ տեստ։ Իսկ եթե տվեց, որ մենք ունենք որևիցե խնդիր, արդեն պետք է նորից ուղղագրվի մասնագիտացված կենտրոն բուժում ստանալու համար։ Ինքը շատ լավ ծրագիր է։ Եթե կարողացանք, հուսում եմ որ անպայման պետք է ստացվի այս ծրագիրը։ Եթե ստացվի, մենք բավական լավ արդյունքներ կունենանք, որոշ եվրոպական երկիրներ արդեն հասել են 1-ի, այսինքն 100,000 բնակչի հաշվով ունենում են միայն 1 դեպք։ Հուսամ մենք էլ կունենանք նմանատիպ արդյունքներ։ Դա նաև պատվաստումների շնորհիվ։ Պարտադիր, այո։ Ինչպես ասեցի, մինչև 15 տարեկան կանայք 90%-ը պետք է պատվաստված լինեն։ Բայց պատվաստման մասին էլ ասեմ, որ եթե տվյալ անձը 25 տարեկանից փոքր է, կատարում է 2 պատվաստում։ Եթե 25-ից բարձր է տարիքը, կատարում է 3 պատվաստանյութ։ Այսինքն, եթե 25 տարեկան չի անցել, առաջ պատվաստումը ստանալուց հետո, երկրորդը ստանալու է 6 ամիս հետո։ Քանի դեռ մինչև 25 տարեկան աղջիկների մոտ իմունիտետը ավելի բարձր է։ Իսկ 25-ից հետո արդեն իմունային համակարգը մի փոքր սկսում է թուլանալ։
25-ից բարձի դեպքում երկրորդ պատվաստումը կատարվելու է առաջինից 2 ամիս հետո, իսկ երրորդը կատարվելու է առաջի պատվաստումից 6 ամիս հետո։ Շատերը խուսափում են երեխաներին պատվաստել, նաև իրենք չեն պատվաստում, նշելով, որ պատվաստանյութը կարող է հանգեցնել անպտղության։ Բան շատ եմ լսել, բայց կարող եմ ասել, որ չի անպատասխանում, միֆեր են հավանաբար։ Ցանկացած դեղորայք, նույնը լինի ցավազրկող, նույնը լինի հագաբակտերիալ դեղամիջոց, կարող է ունենալ կողմնակի ազդեցություն։ Ցանկացած դեղորայք, որ վերցնեք, կողմնակի ազդեցությունները մանրամասն գրված է։ Նույնն էլ վակցինացիաների դեպքում, ոչ թե բարդաթիր պապուլոմա վիրուսի վակցինացիայի մասին, այլ ընդհանրապես վակցինացիաների մասին, կան խոսակցություններ շատ են լսել, շատ են հարց տալիս նույն չբերության, կողմնակի ազդեցության, այս եւ այլն, բայց կարամ ասել, որ ամենավտանգավորը հիմնականում պատվաստման դա անաֆիլակտիկ շոկն է, երբ կարող է հիվանդին կորցնենք, դա ոչ թե հիվանդին, առողջ մարդուն կորցնենք։ Բայց 1.5 միլիոն սրսկումից մի հոգու մոտ ալին։ Այդ արդեն կարելի ասել կողմնակի ազդեցություն չկա։ Կան երկրներ, որ պատվաստումների շնորհիվ ազատվել են այս խնդրից։ Այո, ասեցի եվրոպական որոշ երկրներ, հատկապես Ֆինլանդիան 100,000 բնակչի հաշվով մեկ դեպք են ունենում։ Իսկ նրանք, ովքեր սեռական կյանքով են ապրում, կարող են պատվաստվել։ Այո, թեկուզ վիրուսագիրեր լինեք, քանի որ մենք ասացինք, վիրուսը բազմաթիվ շտամներ ունի։ Կարող դուք գրեք վիրուսագիր լինեք, որ շտամներով, որը առայժմ դեռ ինքը կասկեղ չի առաջացնում։ Հիմնական պատվաստանյութը արվում է օնկոգեն տեսակի վրա, 16-18-ի վրա է եւ կապ չունի, թե սեռական կյանքով արդեն ապրել, ցանկացած ժամանակ հնարավոր է վակցինացիան ստանալ։ Դա կնվազեցնի ամեն դեպքում։ Միանշանակ։ Արգանդի պարանոցի քասկերը սկսվում է արգանդի էրոզիաներից, այսինքն նախնական փուլը ինչպես է սկսվում։ Սենց է, արգանդի պարանոցի քասկերը, միջև քասկերը կան նախաքասկեղային հիվանդություններ։ Նախաքասկեղային հիվանդություններից են դիսպլազիան ունի 3 աստիճանի, առաջի աստիճան, երկրորդ եւ երրորդ, այսինքն թեթև, միջին, ծանր։ Առաջի աստիճանի դիսպլազիայի դեպքում, երբ որ մենք պապ տեստով հայտնաբերում ենք, որ տվյալ անձը ունի առաջի աստիճանի դիսպլազիա, մենք վերցնում ենք հսկողության տակ ենք պահում, կարող է ոչի բուժում չշնորհենք, եթե կողմնակի որևէ խնդիր չունենք, եւ 6 ամիս հետո նորից կրկնենք պապ տեստ հետազոտությունը, այսինքն վիճաբանական հետազոտությունը։ Երկրորդ աստիճանի դիսպլազիայի դեպքում արդեն ըստ բժշկի նշանակում ենք հագաբորբոքային համապատասխան դեղորայքային բուժում եւ բուժում ավարտելուց հետո կրկնում ենք պապ տեստը, որ նայենք արդյոք մեր երկրորդ աստիճանի դիսպլազիան վերացել է, թե առաջ է գնացել։ Իսկ երրորդ աստիճանի դիսպլազիան կամ ծանր դիսպլազիան հիմի նաեւ կարող ասում են կա in situ, այսինքն արգանդի վզի քասկեի 0 փուլ։ Այստեղ ինվազիա չունենք խորշերտեր, այս դեպքում կարելի է կատարել արգանդի պարանոցի ամպուտացիա, այսինքն կոնացը մենք արգանդի պարանոցի մի մասը հեռացնում ենք եւ բարդաթիր ուղարկելու ենք հյուսվածաբանական քննության, որի արդյունքում մենք իմանալու ենք մենք հետագա ինչ բուժումներ ունենք անելու, որևէ բան ունենք անելու, թե հսկողության տակ ենք վերցնելու։ Իսկ արդեն բուն քասկերի ունենք 4 փուլ, առաջի փուլ, երկրորդ փուլ, երրորդ փուլ, չորրորդ փուլ, ամեն մեկ փուլը ունի իր ենթափուլերը։ Հիմնական վիրահատական բուժումը կատարվում է առաջի փուլում եւ երկրորդի որոշ ենթափուլերում։ Դա մի քիչ բարդ վիրահատություն է, կոչվում է վերթայմի վիրահատություն։ Այս դեպքում մենք հեռացնում ենք արգանդի մարմինը, պարանոցը, արգանդափողերը, ձվարանները եւ հեշտոցի 50%-ը, ինչպես նաեւ բարդաթիր պետք է հեռացվի կոնքի աֆշային հանգույցները։ Եվ ինչ հեռացնում ենք, բարդաթիր նորից ուղարկելու ենք հյուսվածաբանական հետազոտման եւ որի արդյունքը պատասխաններ ստանալուց հետո որոշելու ենք մենք բուժումը շարունակելու ենք արդյոք թե չէ, եթե շարունակելու ենք արդյոք ճրագայթ ենք տալու, քիմիոթերապիա ենք տալու, թե համակցված բուժում ենք տալու, թե վերցնելու ենք հսկողության տակ տվյալ հիվանդին։ Իսկ երրորդ չորրորդ փուլերը արդեն հնարավոր չի վիրահատություն անել, հիմնական բուժումը դա քիմիոթերապիային բուժումն է լինելու։ Ցավոք սրտի, այո։ Միշտ
Լինում է քասկեղը չարորակ, թե կա բարորակ տարբերակ։ Քասկեղը դա արդեն չարորակ ուռուցքի մասին է խոսում։ Քասկը նշանակում է չարորակ ուռուցք։ Դե կան ուռուցքներ, որ ասում են բարորակ, եթե Այո, չպետք է տալ, օրինակ չէ։ արգանդի միոման դա բարորակ գոյացություն է, չարորակ չի։ Տեսակներ կան քասկեղի։ Արգանդի պարանոցի քասկեղ ունի Արգանդի պարանոցի հիմնական քասկեղի ձևը դա տապակպետչային քասկեղն է եւ ավելի քիչ հանդիպող գերձային ադենոկարցինոման է, գերձային քասկեղը։ Ծխելը հանգեցնում է տապակպետչային քասկեղի զարգացման։ Բարդացիր, այո, նպաստում է ծխելը։ Եվ մեր օրերում կանայք շատ են ծխում։ Այո, Ու հանդիպում են ծխելու հետևանքով առաջացած դեպքերը։ հիմնական 90%-ը պապիլոմա վիրուսն է։ Ծխելն էլ կարող են ավելի նպաստի առաջացմանը եւ արագացմանը։ Ինչ բարբերականությամբ կանայք պետք է գնան հետազոտվեն եւ առաջնայինը, եթե առաջին անգամ են գնում հետազոտության, ինչ թեստ է պետք է հանձնել։ Նախ, ինչպես ասեցինք, եթե զուտ դիմել է կամ կասկածանքով որ տվյալ անձը ունի արգանդի պարանոցի քասկը կամ զուտ հետազոտման է եկել, այսօր մենք ունենք ժամանակից հետազոտման մեթոդներ, որոնք թույլ են տալիս հստակ ախտորոշել եւ նաեւ որոշել հիվանդության տարածվածության աստիճանը։ Եվ ըստ այդմ մենք կարող ենք որոշել բուժման ճիշտ տակտիկան։ Հիմնական հետազոտման մեթոդներն են կոլպոսկոպիան է, մորֆոլոգիական հետազոտություններն են, պապ տեստը, ճապոնական, հյուսվածական, իմունոմորֆոլոգիական հետազոտություններն են, ուլտրազայնային հետազոտությունները, տրանսվագինալ սոնոգրաֆիան, համակարգչային շերտակրումը կոնտրաստով, MRT հետազոտությունը, PET-սկանը։ Եվ բարեբախտաբար այս բոլոր հետազոտությունները մեր հիմնարկում բարձր մակարդակով կատարվում է ժամանակից, գերժամանակից ապարատների շնորհիվ։ Խոսեցիք նախաքասկեղային փուլի մասին, դա քան տարի է տևում, այսինքն կարող են մարդիկ շուտ բացահայտել եւ բուժվել։ Իհարկե, քասկեղի առաջացման համար ամենակիչը երևի 7-ից 8 տարի է պահանջվում արգանդի պարանոցի քասկեղը։ Եվ դուք հանդիպում եք շուտ բացահայտվող դեպքերի թե հակառակը։ Երկուսն էլ հանդիպում ենք։ Եվ դիսպլազիաներով բավական շատ հիվանդներ ունենք, որ դիմում են շատ լավ է, եւ նաեւ ցավոք սրտի դիմում են նաեւ ուշացած դեպքեր, որ արդեն 3-րդ, 4-րդ փուլ են եւ ինչպես ասեցի, հիմնական կանգատվում են միզակապության, միզարդացման խանգարման, արյունամիզության, աղիքային դեֆեկացիայի խանգարման հետ, արդեն բավական ուշ փուլերում եւ բարդաթիր մենք որոշ հետազոտություններ կատարելուց հետո արդեն ուղարկում ենք ճարակայթային բուժման եւ քիմիոթերապիայի։ Կան դեպքեր, որ չենք հասնում, չէ՞, ճարակայթային բուժման կամ քիմիոթերապիայի, դա որ դեպքում է։ Միանշանակ չենք հասնում, եթե ինչպես ասեցի, առաջի փուլը ունի ենթափուլեր, առաջինի A-ն, առաջինի B-ն, եթե տվյալ ուռուցքի փոքր չափերի եղավ, այսինքն ինքը գտնվում է առաջինի A փուլում, այդ դեպքում բարդաթիր իհարկե նորից հետազոտությունից հետո վերցնում ենք հսկողության տակ։ Իհարկե հյուսվածական հետազոտության արդյունքները, իմունոհիստոքիմիական հետազոտությունները նայում ենք ուռուցքի ագրեսիվության աստիճանը բոլորը հաշվի առնելով եւ տարբեր մասնագետների իհարկե ճարակայթաբանի քիմիոթերապևտի խորհրդատվություններից հետո արդեն որոշում ենք, որ գտնվելու է հսկողության տակ։ Եթե մասնակի վիրահատություն եք կատարել կամ արգանդի պարանոցն է հեռացվել կամ արգանդը եւ այլն, կանայք պետք է շարունակեն հետազոտվելը, թեստեր հանձնելը, թե չէ։ Այսինքն կարող է նորից վիրուս հայտնաբերվի իրենց մոտ, թե ասեք էլի, որ կեսը վիրահատված է, շարունակեն Միանշանակ, եթե լրիվ ամբողջական վիրահատություն չի եղել, նորից պետք է գտնվեն հսկողության տակ։ Եվ կանխելու համար ինչ քայլեր կատարեն կանայք։ Կանխարգելու համար ամենալավագույն տարբերակը ընդգրկվել մեր ծրագրային սկրինինգային ծրագրի մեջ գոնե դա մի անգամ դիմեն բժշկի, մի անգամ ուլտրաձայնային հետազոտություն անցնեն, եթե կարիքի ավ գոնե 3 տարին մեկ պապ տեստ հանձնեն։ Ճշտող հարցը, եթե մեկ անգամ պատվաստվել են։ Մեկ անգամ քիչ։ Քանի տարին մեկ պետք է կրկնեն այդ պատվաստելու գործընթացը։ Պատվաստում լինելու է, ասեցի, եթե մինչև 25 տարեկան է, 2 ներարկում ավա լինելու, առաջի պատվաստելուց երկրորդը լինելու 6 ամիս տարբերությամբ են պատվաստում, հսկողության տակ են մնալու արդեն։ Եվ դա ամբողջ կյանքի ընթացքում օգնում է կնոջ։ Այո։
Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք Վանարջյանի անվան ուրուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ, մանկաբարձ գինեկոլոգ Արթուր Բոյաջյանի հետ։